Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում վերջին տարիներին առանձնակի կարևորված է նաև բուժման առաջնային օղակի որակի ապահովումն ու մատուցվող ծառայությունների կատարելագործումը։ Տասնամյակների դադարից հետո մայրաքաղաքի բուժհաստատություններում սկիզբ առան ոչ միայն նորոգման ու ջեռուցման համակարգերով ապահովման աշխատանքները, այլև առաջին անգամ համայնքային բյուջեից գումարներ հատկացվեցին նոր սերնդի բուժսարքավորումների ձեռքբերման համար։ Տենդենց կա բնակչության թվի մեծացման դեպի պոլիկլինիկա, որը պայմանավորված է եւ վերաբերմունքով, եւ նորագույն սարքավորումներով, եւ համապատասխան վերանորոգումներով, որը կատարվում է անընդմեջ պոլիկլինիկայում։ Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Երևանի քաղաքապետին, քաղաքապետարանին նման աջակցության համար եւ շատ հաճելի է, որ առաջնային օղակը ուշադրության ներքո է եւ մեր բնակչությունը այդ ամենը տեսնելով ավելի այսպես ողջևորված է այցելում պոլիկլինիկա։ Հիմա տեսնում եմ ամեն ինչ առաջընթաց եւ ասենք բարեկարգում եւ ներմուծում բժշկական տեխնիկայի շատ լավ է, սոնոգրաֆիա կա, վահանաձև գեղձի ստուգման համար չենք դիմում ուրիշ։ Մի ժամանակ մեզ ուղարկում էին 6-րդ հիվանդանոց, իսկ հիմա բոլորը այստեղ։ Շատ գոհ ու շնորհակալ ենք։ Մենք արդեն հորմոնային անալիզներն ենք կարողանում ստեղ տալ, էլ չեն գնում հաստում ուրիշ տեղեր, չեն գալի։ Մեկ անգամից վերցնում ենք, պատասխանը գալիս ենք թերապևտի մոտ, պատրաստ ամեն ինչը տեղին։ Ստանում ենք նորմալ բուժօգնություն, բժիշկներից շատ գոհ ենք եւ որակից, եւ սպասարկումից, վերաբերմունքից։ Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ միասին աշխատանքային շրջայց կատարեց քաղաքապետարանի ենթակայության մի շարք պոլիկլինիկաներում։ Գոհ եք պոլիկլինիկայից։ Շատ գոհ։ Ինչքան ժամանակը մեկ եք այցելում։ Լավ հիվանդա շշուտել այցելումը։ Թեթևել հագնված է, բայց Չի կարողանում ոտքերը ուռածա։ Ձեզ շատ զբաղացնենք, ձեզի առողջություն։ Լավ լինեք։ Մայրաքաղաքի պոլիկլինիկաներից այսօր 711,000-ից ավելի բնակիչներ են օգտվում։ Զրուցելով պատասխանատուների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս վստահեցրեց, որ քաղաքապետանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման ու բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ տարվող նպատակային ծրագրերը լինելու են շարունակական։ Բուժհաստատություններում մեծ աշխատանքներ են կատարվում։ Մեր առաջնային խնդիրը դրված էր պոլիկլինիկաների հիվանդանոցների ջեռուցման հետ կապված։ Մենք տարեցտարի փորձում ենք այս խնդիրը լուծել։ Այս տարի արդեն մի քանի պոլիկլինիկաներում ջեռուցումն ենք ապահովել եւ մի քանի տարվա ընթացքում ավարտին կհասցնենք Երևանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաների ջեռուցումը։ Զուգահեռ նաեւ վերանորոգման աշխատանքներ են կատարվում, փորձում ենք փուլ առ փուլ իրականացնել եւ 2014 թվականին մեծ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ, նաեւ սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ Այն սարքավորումներով ենք ապահովում պոլիկլինիկաներին, որը երկար տարիներ պոլիկլինիկաների կոլեկտիվների կողմից սպասված է եղել։ Այո, թանկարժեք սարքավորումներ են, բայց քաղաքապետարանը միջոցներ է հայթայթում, որ կարողանանք մենք մեր ենթակայության բուժհաստատություններին սարքավորումներով ապահովել։ Եվ վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական, այնքան աշխատանքներ պետք է իրականացնենք, որ մենք կարողանանք ամբողջությամբ բուժ հիմնարկները ապահովել թե սարքավորումներով, թե այն պայմանները ստեղծել առաջինը մեր բնակիչների համար եւ մեր աշխատակիցների համար։ Քաղաքապետին ու առողջապահության նախարարին ներկայացնելով նոր բուժսարքավորումները պոլիկլինիկաների տնօրենները ընդգծեցին, որ դրանք էապես բարելավել են աշխատանքների որակը։ Շատ լավ ապարատուրա է, շատ շնորհակալ ենք մենք քաղաքապետին, որ այսպիսի լավ սարքով եւ ապահովել է մեր աշխատանքը եւ մեր բնակչությանը։ Մենք ստանում ենք քիչ ճառագայթումով ավելի որակյալ եւ կոնտրաստ լավ նկարներ։ Դա եւ պացիենտների համար լավ է, որովհետեւ մի 2-3 նկարով արդեն կարելի է լրիվ դիագնոզել։ այսօր այցելել ենք 4 Երևանյան պոլիկլինիկա, ուր տեսել ենք բազմաթիվ նոր սարքավորումներով հագեցած լավ վերանորոգված
նորոգված հիմնարկները, երկու պոլիկլինիկայում մեր տեսած ռենտգեն սարքավորումները կարող են ապավել ամենաբարձր որակը, անհրաժեշտ որակը, բնակչության սպասելիքները եւ նաեւ առողջապահական համակարգի սպասելիքները առաջնային բուժողակից շատ ավելի բարձր են եւ կարծում եմ մնացած պոլիկլինիկաները տեսնելով այս աշխատանքը պետք է կարողանան օրինակելի ճանաչել սա եւ հնարավորություն ընձեռվի նրանք էլ այսպիսի մակարդակ հետագայում ունենան։ Քաղաքացիներին պատշաճ բուսծառայությունների մատուցման ապահովման ուղղությամբ առաջադրված պահանջների իրականացման հարցում լինելու է հետևողական հսկողություն։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարեց բնակիչներին ընդունել բարեկիրթ եւ նրանց հանդեպ ցուցաբերել վայրացկամ վերաբերմունք։